Թրամփի խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի և հայ գերիներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին ցույց է տալիս, որ նույնիսկ Միացյալ Նահանգներում կային գիտակցումը, որ Ալիևի կողմից Հայաստանին պարտադրված խաղաղության գործարքի պայմաններն արդար չեն։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում նշեց Ամերիկայի Հայդատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հնարավոր դերակատարության մասին։ Ամերիկահայ գործիչը դրական գնահատեց Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի ներգրավումը գործընթացին և հատկապես Ալիևի խորհրդականի հետ հեռախոսազրույցից հետո նրա հայտարարության մեջ հայ պատանդներին ազատ արձակելու խնդիրը շեշտադրելու փաստը։ Խոսելով Բաքվում բանտարկված հայ գերիների խնդրի մասին, որին անդրադարձել էր նաև Թրամփի խորհրդականը, Արամ Համբարյանը փաստեց, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի վրա ազդելու լուրջ լծակներ ունի և եթե իսկապես ուզենա, հայ գերիները վաղնևեթ ազատ կարձակվեն։ Միշտ էլ հաճելի է տեսնել Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավումն այս տարածաշրջանի, նկատի ունեմ Հարավային Կովկասի դիվանագիտության մեջ, այնպես որ դա ինքնին քայլ էր ճիշտ ուղղությամբ։ ԱՄՆ կառավարությունը պետք է ավելի մանրամասն զննի գործարքի պայմանները, և նույնիսկ հպանցիկ հայացքից պարզ կդառնա, որ սա երկու կողմերի միջև ձեռք բերված համաձայնություն չէ։ Սրանք Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրված անձնատրության պայմաններն են։ Պարոն Ուոլցն ակնարկեց դա կամ հասցեագրեց այդ խնդիրը, երբ նշեց Ադրբեջանում ապօրինաբար պահվող և խոշտանգումների ենթարկվող հայ գերիների մասին։ Նա իրավացի էր, որ նշեց դա։ Իսկ Հայաստանը սխալվել է, Փաշինյանը սխալվել, գերիների հարցը դուրս թողնելով համաձայնագրից։ Մայք Ուոլցը կարող էր հեշտությամբ առնվազն երկու քայլ առաջ գնալ, խոսելով հայերի անվտանգ պաշտպանված արժանապատիվ կերպով Արցախ վերադառնալու իրավունքի, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման մասին։ Սրանք են ամուր և կայուն խաղաղության համար անհրաժեշտ պայմանները։ Արամ Համբարյանը շեշտում է, չի կարող տարածաշրջանում լինել ամուր, տևական, անվտանգ, ապահով և արդար խաղաղություն առանց հայերի Արցախ վերադառնալու, Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու և հայ գերիների ազատ արձակման ու նրանց հայրենիք վերադարձնելու։ Այնպես որ պարոն Ուոլցը ճիշտ ուղու վրա էր, իհարկե նա ևս մի քանի քայլ պիտի աներ, բայց սա ցույց է տալիս, որ նույնիսկ Միացյալ Նահանգներում կա այն գիտակցումը, որ հայ-ադրբեջանական գործարքի պայմաններն այսօր արդար չեն։ Նա մեկ ճիշտ շեշտադրում արեց. կա ևս մի քանիսը, որոնք կարող են արվել, և մենք աշխատում ենք Սպիտակ տան և Կոնգրեսի մեր ղեկավարների հետ, որպեսզի այնպես անենք, որ Ամերիկան այս հարցում լինի ճիշտ կողմում ոչ միայն խաղաղության, այլև դրա պայմանների առումով։ Արամ Համբարյանի խոսքով ԱՄՆ կառավարությանն այս գործընթացում ներգրավելու 3 մակարդակ կամ 3 հարթություն կա։ Առաջինն աշխարհաքաղաքական հարթությունն է, որում ամերիկահայերը թակում են տարբեր դռներ, նստում են մարդկանց հետ սեղանի շուրջ և ապացուցում, թե ինչու է դա աշխարհաքաղաքական առումով շահավետ դիրքորոշում ԱՄՆ կառավարության համար։ Երկրորդ հարթությունում ԱՄՆ-ում հայկական շահերի պաշտպանները համագործակցում են քաղաքակրթական մշակութային դաշնակիցների, այն մարդկանց հետ, ովքեր հավատում են Հայաստանի ժողովրդավարությանը և կիսում են հայ ժողովրդի քրիստոնեական հավատը։ Սրանք այն մարդիկ են, ովքեր դիտում են հայությանը որպես գլոբալ ազգ, որը կապված է Արևմուտքի հետ սփյուռքի միջոցով և Հայաստանի եվրոպական ձգտումներով։ Եվ երրորդ ամենակարևոր հարթությունն ըստ Արամ Համբարյանի ամերիկահայության դերն է որպես ընտրողների, կամավորների և ամերիկյան ժողովրդավարության շահառուների։ Նրա խոսքով առջևում տեղական մարմինների, ներկայացուցիչների պալատի և իհարկե 2028 թվականի նախագահական ընտրություններն են, և հատկապես այսպես կոչված տատանվող նահանգներում, որտեղ թեժ մրցակցություն է սպասվում, ովքեր էլ առաջադրվեն, լինեն դեմոկրատ թե հանրապետական, կգան թակելու ամերիկահայ համայնքի դռները նրանց ձայները ստանալու ակնկալիքով, իսկ հայերը կրկին ու կրկին կհիշեցնեն նրանց, որ իրենց ձայները վաստակելը պետք, և նրանք պետք է վաստակեն հայերի ձայները հայկական հարցերում իրենց քաղաքականությամբ։ Սա մեր ամենաուժեղ կողմն է, ընդգծում է Հայդատի հանձնախմբի գործադիր տնօրենը։
I think the U.S. has a considerable leverage. Կարծում եմ Միացյալ Նահանգները Ադրբեջանի վրա ազդելու լուրջ լծակներ ունի եւ եթե մենք իսկապես ուզենանք ազատել նրանց, եթե ջանքեր գործադրենք այդ ուղղությամբ եւ որոշակի ծախսեր ներկայացնենք Ադրբեջանին հայ գերիների խոշտանգելու համար, նրանք վաղնևեթ ազատ կարձակվեն։ Տեսնենք, ժամանակը ցույց կտա, թե որքանով է Թրամփի վարչակազմը լուրջ վերաբերվում այս խնդրին։ Հուսով ենք, որ նրանք ճիշտ կվարվեն։ Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը մարտի 16-ին X-ի իր էջում հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ։ Ուոլցը նշել էր, որ նահանգները գոհ է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել համաձայնության գալով խաղաղության պայմանագրի շուրջ։ Հեռախոսազրույցի ընթացքում Ուոլցը նաեւ ասել է Հաջիևին, որ այժմ պետք է վերջնականացնենք խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու համար։ Ամերիկայի ոսկեդարը խաղաղություն եւ բարգավաճում կբերի աշխարհին, եւ մենք չենք դադարի աշխատել, մինչեւ դա տեղի չունենա, ընդգծել էր Թրամփի խորհրդականը։ Արամ Սարգսյան, Արարատ Գրիգորյան, Եվրոմեդիա 24։